Տիրոջ անունը փառավորվի քուրեր եղբայրներ։ Մինչև որ կանգնենք աղոթքի, ես ուզում եմ Սուրբ գրքից մի հատված կարդամ։ Մի քիչ կարդալը շատ է լինելու, բայց Տիրոջ հոգին թող օգնի մեզ, որովհետև երևում է, որ Աստված ուզում է մեր կյանքում խորը զղջում տեսնի, խորը զղջում քուրեր եղբայրներ, որովհետև մենք իրականում Աստծո առաջ պարզ և մաքուր չենք, դրա համար Աստծո հոգին չի գործում շատ ժամանակ մեր կյանքի մեջ, բայց երբ որ գալիս ենք պաշտամունքի, մենք նկատում ենք և զգում ենք, որ Աստված ուզում է մեր զղջումը, մեր խորը ապաշխարությունը, որովհետև ինչպես եղբայրները ասեցին, Աստված մեր կյանքում մեծ նպատակ ունի և Աստված ուզում է անպայման այդ նպատակը իրագործի մեր կյանքի մեջ։ Ես կարդալու եմ Եզրասի գրքից մի աղոթք, որ Եզրասը եկավ Աստծո առաջ խորը զղջումով և աղոթքով և դա մեզ պետք է, ես ուզում եմ կարդամ անպայման։ Եզրասի գրքի 9-րդ գլխի 4-րդ խոսքից պիտի կարդամ, 9-րդ գլուխ 4-րդ խոսքից, բայց խնդրում եմ ուշադիր լսենք, որովհետև սա շատ նուրբ աղոթք է և սա շատ կարևոր աղոթք է ամեն մեկիս համար քուրեր եղբայրներ։ Այն ժամանակ գերությունից դարձողների հանցանքի պատճառով Իսրայելի Աստծու խոսքերից բոլոր վախեցողները իմ քովս հավաքվեցին, ու ես մինչև իրիկվա զոհի ատենը ապշած մնացի։ Իրիկվա զոհի ատենը տառապանքից ելա ու պատրված հանդերձներովս ու վերարկովս ծունկի եկա ու ձեռքերս իմ Տեր Աստծու առջև տարածեցի ու ասի. «Ով Աստված իմ, կամաչեմ ու իմ երեսս քեզի վերցնելու չեմ համարձակիր, ով Աստված իմ, վասնզի մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան ու մեր հանցանքը մինչև երկինք ելավ։ Մեր հայրերի օրերից ի վեր մենք մեծ հանցանքի մեջ ենք մինչև այսօր, ու մեր անօրենությունների համար մենք, մեր թագավորները և մեր քահանաները օտար երկիրների թագավորների ձեռքը սրի, գերության, հափշտակության ու երեսի սևության ենթարկվեցան, ինչպես այսօր կերևա։ Եվ հիմա քիչ-մը ատեն մեր Տեր Աստվածը ողորմեցավ, որպեսզի մեզ փրկություն շնորհե ու իր սրբության մեջ մեզ հաստատե, որպեսզի մեր Աստվածը մեր աչքերը լուսավորե ու մեր ծառայության մեջ մեզ քիչ-մը հանգստություն տա, վասնզի մենք ծառա ենք, բայց մեր Աստվածը մեզ երեսից չձգեց մեր ծառայության մեջ, ապա մեզ հանգստություն տալու ու իր տունը շինելու և նրա ավերակները նորոգելու ու մեզ Հուդայի մեջ ու Երուսաղեմի մեջ պարսպապատ տեղ տալու համար պարսիկների թագավորների առջև մեզ շնորհ գտնել տվավ։ Հիմա ով Տեր, ով Աստված մեր, սրանից հետո ինչ ասենք, քանզի քո պատվիրանքները թողեցինք, որոնք քո ծառաներիդ մարգարեների միջոցով պատվիրեցիր ու ասեցիր. այն երկիրը, ուր պիտի մտնեք ժառանգելու համար, գարշելի երկիր է, օտար ազգերի գարշելի պղծություններով լեցուն,
որտև նրա ծայրից ծայր իրենց անմաքրությունով լեցրել են։ Ուրեմն ձեր աղջիկները նրանց որդիներին մեկ տա, ու նրանց աղջիկները ձեր որդիների համար մեկ առնի, եւ հավիտյան նրանց խաղաղությունն ու երջանկությունը մեկ փնտրի, որպեսզի ուժովնակ ու այն երկրի բարիքը ուտեք, ու նա ձեր որդիներին իբրև ժառանգություն թողեք։ Ու մեր չար գործերի համար, ու մեր մեծ հանցանքի համար այս բոլոր բաների վրա գալուց ետքը, թեպետ դու, ով Աստված մեր, մեզ չպատժեցիր մեր մեղքերի չափ, ապա մեզ այսպես փրկություն տվիր։ Պետք էր, որ նորից քո պատվիրանքները զանց անեինք եւ այս գարշելի ազգերի հետ խնամություն անեինք։ Միթե դու մեզի պիտի չսրդողեիր ու մեզ պիտի չսպառեիր, մինչև որ մեզանից մնացորդ ու ազատված չմնար։ Ով Տեր, Աստված Իսրայելի, դու արդար ես, դրա համար մենք մինչև այսօր ազատ մնացինք։ Ահա մենք մեր հանցանքով քո առջևդ ենք, թեպետ եւ այս պատճառով քո առջևդ համարձակ չենք կարում կենալ։ Երբ Եզրաս լացով ու Աստծո տան առջև գետին ընկած այս աղոթքն ու խոստովանությունը կաներ, Իսրայելից խիստ շատ բազմություն, այրեր, կիներ ու տղակներ նրա քով հավաքվեցան եւ ժողովուրդը մեծ ձայնով լացեց։ Ուրեմն քուրեր եղբայրներ, սա շատ կարևոր աղոթք է, որ Սուրբ գրքում այսպես յուրահատուկ ձևով գրված է, եւ Եզրասը իրոք աղոթում էր, որ դու ամեն ինչ արել ես մեզ համար, դու անգամ մեր ծառայության տեղը մեզ երեսից չես ձգե, եւ ասма մեր մեղքերի չափ մեզ չես պատժե, մեր մեղքերի չափ մեզ չես պատժե, եւ ասма ով Տեր, դու արդար ես, դրա համար մինչև հիմա ազատ ապրում ենք։ Գիտեք քուրեր եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր Տերը արդարը մեր մեղքերը վերցրեց իր վրա։ Նա արդարությամբ ազատեց մեզ։ Նա արդարության ճանապարհով եկավ։ Եվ նա օրինական ճանապարհով մեզ ազատեց, բայց մեր մեղքերը, մեր հանցանքները վերցրեց իր վրա։ Եվ երանի են մարդուն, որ կհասկանա սա, երանի են մարդուն, որ իր մեջ ինքը ուժ կգտնի եւ այս խոստովանությունը կանի, որ Տեր, մենք ի սկզբանե հանցավոր ենք, ի սկզբանե քո պատվիրանքները զանց ենք անում, բայց դու էլի ողորմում ես մեզ, դու էլի շարունակում ես մեզ ողորմություն անել, բայց մենք չենք հասկանում, որ Աստծո ողորմությունը իր որդու խաչից է բխում, Աստծո ողորմությունը մեր արժանիքներից չի բխում, որովհետև մենք երբեք արժանիքներ չունենք, երբեք, երբ որ այո, աղոթքի ժամանակ այսպես միտք եկավ, որ Տեր, ամեն լավ բաները քեզանից է, անգամ քեզ փնտրելու ծարավ ու ցանկությունն է քեզանից, անգամ պատերազմ անելու փափագն է քեզանից, ամեն ինչ իրանից է, ժողովուրդ ջան, Աստված այսօր ոչ թե մենք արդար ենք, դրա համար չի մեզ թողնում, դրա համար է մեզ ողորմություն անում, ոչ թե մենք սուրբ ենք, դրա համար է մեզ ամեն օր առաջնորդում, այլ ուղղակի ինքը սիրում է մեզ, ուղղակի ինքը հավիտենական սիրով սիրում է մեզ, իր կյանքը դրել է մեզ համար։ Հիսուս Քրիստոսն ասեց մեր Տերը, ես ձեզ հետ եմ մինչև
աշխարհի վերջը, բայց ես գիտեք ոնց եմ հասկանում, Հիսուս Քրիստոս մեզ հետ է, մինչև մեր մեջի աշխարհը վերջացնի։ Հիսուս Քրիստոս մեզ հետ է, մինչև աշխարհը վերջանա մեր մեջ։ Այն նրա նպատակը սա է, այն նրա փափագը սա է, որ այսօր ինձ ու քեզ տեսնի սուրբ, մաքուր եւ արդար իր ճանապարհների մեջ, բայց շատ կներեք, ինչպես Եզրասն էր աղոթում, մենք ամեն անգամ Աստծո խոսքից դուրս ենք գալիս, Աստծո խոսքը մերժում ենք նրա պատվիրանքները, հետո տեսնում ենք, որ հանդիպել ենք փորձության, դժվարության, նորից զղջումով գալիս ենք իր առաջ եւ այսպես շարունակ, բայց Աստված ուզում է, որ մենք հստակ որոշենք, քուրեր եղբայրներ, հստակ ռեալ որոշում կայացնենք, որովհետեւ ժամանակը շատ կարճ է, ժամանակը շատ քիչ է, այսօր կարող է ինձ համար էլ ժամանակ չլինի, վաղը կարող է քեզ համար էլ ժամանակ չլինի, մենք պիտի խորը զղջանք, խորը ապաշխարենք, ուզում եմ կանգնենք աղոթքի եւ մեր սրտերը բացենք, դու տես, որ քո մեջ աշխարհը կա, դու տես, որ քո մեջ կա աշխարհի երևույթները, խորը զղջ ասա Տեր հանի իմ կյանքից, ես ուզում եմ ապաշխարեմ, ես ուզում եմ թողնեմ այս ամենը, ես ուզում եմ քեզ գամ, ազատվեմ այդ ամենից, ալելույա, փառք քեզ իմ Տեր Հիսուս,